Տիկին Խաչատեն այսօր ավականու նիստին այսպես խոսվեց Վազգեն Սարգսյան սպարապետի մասին եւ ընդդիմադիրները ձեզ հիշեցնում են, ասում են ամեն անգամ Վազգեն սպարապետի անուն տալիս, հիշեք թե այսօր դուք ում հետ եք համագործակցում եւ եթե այսօր սպարապետը կենթանի լիներ ու տեսներ թե Նիկոլ Փաշինյանը ինչպես է ամեն օր հանրությանը ներկայանում, այսպես ուտելով փոխում եք մոտավոր թե բառացի չեմ կարող մեջ բերել ինչ կաներ սպարապետը երբ որ տեսներ Նիկոլ Փաշինյանը տեսներ որ ինչ-որ բան է ուտում ու դա հարցնում էր Հայկ Մարությանի խմբակցության ղեկավարը, որին ես քիչ հետո նաև ելույթով հարց կտամ, ինչ կաներ Վազգեն Սարգսյանը, եթե խրամատներով, պատերազմով անցած, եթե իմանար, որ մի օր Երևանը կունենա քաղաքապետ, ով ոչ թե պատերազմից, ոչ թե խրամատի անհարմարությունից է վախենում, այլ գրիպից է վախենում ու քաղաքապետ լինելով դռան ծակից է թղթերը փոխանցում։ Գիտեք, այս այն պահն է, որ ինչպես են կարգին հաղորդման մեջ ես ամեն ինչ գիտեմ, Հայկոյի ուղարկած թիմը այստեղ մոռացել է, որ ես շատ վաղուց եմ ու Սուպերմամայի ամբողջ քաղաքական ինձ ճանապարհը գիտեմ, իրենք այնքան ապաքաղաքական են, որ ընդհանրապես խնձոր ուտելուց հարց են տալիս, այդքան բնույթ են, ու ես չեմ անդրադառնում այդ հարցին։ Այսքանն էլ դե իրենք այսպես ընդհանուր են մեջբերում, ասում են եթե սպարապետը կենթանիներ այսպես կվարվեր օրինակ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, օրինակ Արցախը հանձնելու հարցնեին, այնքան Հայաստանի ու հայրենիքի մասին մտածեին, որ հարցնեին ինչ կաներ Վազգեն Սարգսյանը մեղրին, ինչ չհասցրեց անել Վազգեն Սարգսյանը, օրինակ մեղրին, հապոխանակոր Խաչատյան, բայց այսօր մեղրին կամ են կարողանում են գնալ մեղրի, այ Արցախ չեն կարողանում գնալ։ Ինչ չհասցրեց անել Վազգեն Սարգսյանը այդ նորությամբ կրկնում մեղրին փոխանակել գործողներին, ինչ կաներ Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունը սակարկողների հետ, Ռուսաստանի գուբերնիա տեսնողների, ինչ կաներ Վազգեն Սարգսյանը առհասարակ, absoluտ գիտեք ինչ կաներ, ես իրենց բոլորի կողմեն կպատասխանեմ, իրենք չէին լինի ընդհանրապես, իրենք քաղաքական պրոցեսներ Տիկին Խաչատյան, բայց մենք այսօր մեղրի կարողանում ենք գնալ այնտեղ շրջել, բայց այ Արցախ չենք կարողանում գնալ, որովհետև Վազգեն Սարգսյանը բայց այ Արցախ չենք կարողանում գնալ, այ Արցախ չենք կարողանում բայց գնալ Արցախ մենք տեսել ենք պատերազմ, գիտեք ինչու չենք կարողանում գնալ, որովհետև Վազգեն Սարգսյանը զոհվեց հենց դրա համար, որ մենք այսօր Արցախ չկարողանանք գնալ, գիտեք ինչու, որովհետև 20 տարի Վազգեն Սարգսյանի վաստակը, կերան, թալանեցին բանակը, մենք չունեցանք այն մարտունակ, այն պայքարող բանակը, որը կկարողանա։ Բայց տարիներ շարունակ Տիկին Խաչատյան, այդ բանակը պատերազմ է հաղթել, պատերազմներում հաղթել է, պահել է Արցախը։ Հրապարակ է մտնում Իսկանդերը, միայն են տոնով հայտարարել ենք մենք ունեցել եւ Հայաստանի Հանրապետությունը նվիրել ենք Ռուսաստանին, հույք պարտքի դիմաց։ Այսօր էլ ասում են մենք ունենք այն Կներեք այսօր էլ ընդդիմությունը ասում են Թուրքիային են նվիրել իշխանությունը։ Պուտինի անձնական օգտագործման պետությունը եւ դրա համար մենք այսօր չունենք Արցախ։ Եթե մենք ունենայինք ռազմավարական գործընկեր այնպիսին, ինչպիսին մենք արժանի ենք, այսօր կունենայինք Արցախ։ Արցախի դռները փակել են ռուս խաղաղապահները։ Տիկին Խաչատյան, դուք ասում եք Ռուսաստանի հետ կապված, այսօր ընդդիմադիրները ասում են Հայաստանի իշխանությունները, այսպես ամբողջ երկիրը հանձնել են Թուրքիային։ Ընդդիմադիրների մասին, ովքեր այո Արցախի դռները իրենց քաղաքական հայր Պուտինի հետ փակել են Հայաստանի Հանրապետության առաջ։ Նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության դռները փակել են ռուս խաղաղապահները։ Բայց Հայաստանի իշխանությունները անելիք չունեին, Հայաստանի իշխանությունները այս հետ պատերազմը նորից եմ ասում 20 տարի ունեին անելիք եւ չէր կարող 1-2 տարի 20 տարի այո ունեին անելիք Հայաստանի իշխանությունները